Սիրելի հետևորդներ, բարի երեկո բոլորիդ, ինչպես եք, ոնց եք, ասեմ, որ ես այս մի երկու օրը շատ զբաղված եմ, համարյա թե գրեթե տանն էլ չեմ լինում, մեր Վայոց ձորի գյուղերում տոնախմբություններ են, միջոցառումներ են, մեծ հյուրասիրություններ և ես էլ գիտեք սիրում եմ գյուղական կյանքը, գյուղացու արած դրածը, մասնակցեցի այդ միջոցառումներին, որտեղ ներկայացվեց մեր ավանդական ուտելիքները, շատ հյուրասեր ժողովուրդ են Վայոց ձորի բնակիչները, շատ լավ անցավ միջոցառումները, դարձել եմ տուն, ասել էին, որ միս բերեն, սա խոզի միս է, նոր մորթած, հավեսին, էլի մեր մարզում պահած, սնած, մեծացրած խոզ, որ ես միշտ խուսափում եմ այդ սառեցրած մսերից, հիմա վերցրել եմ ահագին լավ թարմը միս է, մատղաշ, մոտիկից ցույց տամ, այստեղ ես արդեն ընտրել եմ մսակտորներ, են մատ են ասում, չալաղաջ են ասում, չգիտեմ, այդ մսակտորներն է, ընտրել եմ, վաղը ես հիմա սա բաստուրմա տենց համեմունք բան կլցնեմ սրա վրա, չգիտեմ, հողամաս հաստատ չենք կարող գնալ խորոված անելու, որտև աշխատանքի եմ, մինչև գանք հասնեմ, ահագին ուշ կլինի, և այսքանն էլ գրեթե բավական է, որ երեխեքը շատ ուտողել չեն, սա այսպես դնում եմ մի կողմի վրա խորովածի համար, այստեղ նախապես վերցրել եմ ես տոպրակներ, ու այս միսն էլ փոքրիկ են, որ մի անգամ հանեմ տվյալ պահին, սա էլ դնում եմ սառցախցիկ, բայց փոքր տոպրակների մեջ, որ հենց հանեմ, այդ մի անգամ մի օր օգտագործեմ ու վերջ ամբողջը չհանեմ սառցախցիկից, մեկ վայրկյան մի հատ պղպեղը տեսնեմ, ոնց է խորովում գամ, ահա սա էլ են սեղանի պղպեղներից է, ինձ այսօր Ազատեք գյուղում տվեցին, խորովեցին, մի հատ հավեսին տնական բիբար ճաշակեմ, որովհետև կարոտ եմ մնացել, դե գիտեք ինչ պատճառներով։ Այս բիբարներից եմ խորովել, դրանց էլ հեսա կանդրադառնամ, ու փափուկ լավ մսեր են, որ մատղաշ, տենց չգիտեմ, շատ լավն է, սա պետք է անպայման ես տիրապտեմ, մշակեմ, որ վաղը չեմ կարող, վաղը աշխատանքի եմ գնում, չմնա փչանա ափսոսա, բա ափսոս է, փոքր տենց արդեն կիմանամ ինչ մսեր եմ ընտրում, որ ես սա իսկական շաուրմա սարքելու, որ տապակեմ, ահա սրանք առանձինը տենց, մի խոսքով հավեսին մսեղ են, միս կտրատած, տենց բերել են, ոյ շատ լավն են, մեկը մեկից լավ, հավեսին, փոքրիկ տոպրակների մեջ լցնեմ, եթե շատ հյուրեր ունենամ, 2 տոպրակ կհանեմ սառցախցիկի, եթե ոչ, ասեմ, որ սա չի էլ մնա, հենց կուտենք կգնա, էտա, համարյա թե ոսկոր չկա, շատ լավ միս, ու հետաքրքիր է, խոզի միս կա, որ հոտ է գալի, բայց ասեմ, որ սրանից ոչ մի հոտ էլ չի գալի, կտորներ են, ինչ կտորներ, հավեսին, խորովածի կտորներ, խորոված անելու կտորներ, ահա սենց, փոքր այսպես կապում եմ, այստեղ, ես ինչ
Քիչը բիբարը խորովեց Մերի ջան, ես էլ ես միսը տենց համեմունքներով պատրաստեմ, որ վաղ գործից գամ ջեռոցում խորոված անենք, միգուցե դրսում չգիտեմ, հաթեթավոր։ Բարևում եմ բոլորին։ Ես էլ դնեմ հեսա համեմունքներ բան անեմ, որ մնա սառնարանում հաջորդ օրը ավելի լավ աղանեմ, հեսա շատ աղի չլինի, մի փոքր ծիտրոն, շատ քիչ, սենց կարտոֆիլով կդնեմ ջեռոց, և մի փոքր էլ ես իմ պատրաստած կարմիր պղպեղից։ Ես չեմ հասկանում, սա դու ես պատրաստել։ Բա ով պատրաստի։ Ով պատրաստի, Մերի։ Բա։ Մաներ մուներ բաներ չեն, շատ լավ բաներ են։ Շատ լավ բաներ, Հավեսին հոտով, այս ինչ բույր տարածվեց, ծիտրոնի պղպեղի հոտը։ Մերի ջան, մի հատ են ցելոֆոններից դուր ես ամանը փակելու հարմարանք չունի, ցելոֆոնով փակենք, դնենք սառնարան։ Մի հատ լավ այսպես։ Չէ, ցելոֆոն կա, ռեզինով։ Դու ես տնիշ չես, վայ մոռացել էի, ներքևի դարակնա, մոռացել էի, որ դու ես տնիշ չես, հազարից մեկ ես գալի, տեղերը չգիտես, Մերի մի փոքր ձեռքս բանը աղ լցրու, հա, մի փոքր, մի փոքր լցրու, այո, գյուղից հենց նոր բերած, թարմը բերած, նայնա, բան, գյուղական ապրանքներ, գյուղի կծու բիբար, Գյուղի ռեհաններ դու։ Գյուղի ռեհան, Մերին սիրում ա տենց բաներ։ Վայլի սիրելի հետևորդներ, առավոտ շուտ, լույսը չբացված, ես վազեցի խոհանոց կոֆե պատրաստելու, խմեմ, որ գնամ աշխատանքի։ Այդպես, դե արդեն գիտեք, որ օրը կարճացել է, արթնանում ես մութա, քեզ թվում է գիշերվա ժամը 1000-ն է, ու դու գնում ես գործի, ասեմ, որ 6:30 կեսա, բայց դրսում մութ է, կոֆես խմեմ, այս երկու օրն էլ այնքան հոգնած եմ վազքի մեջ, այս գյուղ, այն գյուղ, տան գործեր, ներիս եկել է տաննը, բայց երեք վլոգի մեջ չնկարվեց, հուսամ այսօր մի հատ լավ ընտանեկան վլոգ կներկայացնենք, իհարկե երեխաներն են տանը, ամուսինս աշխատանքի է, գիտեմ մարդիկ կլինեն կգրեն նազ ամուսինը դա աշխատանքի է, գալիս է տուն, թեկուզ տանն էլ է լինում, ինքը չի սիրում նկարվել, հեսա ասեցի այն շատ հետաքրքրասեր հետևորդուհու համար, որ մեկը ինքը գիտի էլ այդ հարցի պատասխանը գրելու է, հարցնելու է, սա հատուկ ձեզ համար, այդպես, նոր մտովի ոսում եմ, ես հոկտեմբեր ամիսն էլ թռավ, օրերը թռնում են, նոյեմբեր, հոպ, եկել նոր տարին եկավ, ասեմ, որ նոր տարին էլ չեմ հասկանում այդ նոր տարվա արարողությունը, ոնց է գալի, ոնց է գնում, որովհետև մենք այդ տոնական օրերին էլ աշխատում ենք, մի քանի օր է իհարկե տոնական օրը աշխատում ենք, չի լինում, թշալ են,
Բայց դե գիտեք, տանը խմած կոֆեն ուրիշ է։ Գնամ նստեմ այնտեղ։ Եղանակը մի տեսակ անպոտ է, ոնց որ թե արդեն ջերմաստիճանի իջեցում է տվել։ Անպաց եղանակը ոնց էլ բան կարող է գա։ Համով կոֆե, շատ համով։ Հետաքրքիր է, չէ՞, սիրելի հետևորդներ, որ գյուղերն եմ այցելում ու ներկայացնում են իրենց ավանդույթները, կերակուրները, ավանդական արփի գյուղի բնակիչները խրով էին անում։ Խրովը դա ուլն է, որ թոնդրա մեջ կախում են ու գյուղի կանայք, ես վլոգում տեսած կլինեք, հավաքվեցինք, զրուցեցինք, իմ հետևորդուհիներն էին, լավ առաջարկություններ արեցին, որ այս հետև ինչ որ մի միջոցառում թեկուզ թաղի կանանցով անեն, ինձ էլ են հրավիրելու, նկարեմ ու մասնակցեմ։ Ես էլ մեծ սիրով դա կանեմ։ Դա վերաբերում է նաև բոլոր գյուղերի իմ հետևորդուհիներին, մի համաչեք, եթե ցանկանում եք ինչ որ մի բան կազմակերպել ու ցուցադրել գյուղական ավանդույթներ, ապա ինձ գրեք, զանգեք, մեծ սիրով կպատասխանեմ ու կմասնակցեմ։ Ես շատ եմ սիրում գյուղական ավանդույթները, թեկուզ պարտադիր չի այն գամ կերակուր են գործի գյուղի աշխատանքներին էլ մեծ սիրով կմասնակցեմ։ Շատ եմ սիրում գյուղի բոլոր աշխատանքները, սկսած ուտելիքների պատրաստումից, աշխատանքներ, որոնք կապված են հողագործության հետ, անասնապահության հետ, բոլորն էլ մեծ սիրով կկատարեմ։ Նրանք ինձ մեծ բավականություն են պատճառում, այնպես որ գրեք, սիրելի Վայոց ձորի բնակչուհիներ, եւ ես կգամ ձեզ այցի։ Ասեմ, որ այս կոֆեն էլ ես մենակ չեմ խմում, դուք ինձ հետ ներկա եք, կան մարդիկ, որ այս վլոգը դիտելու ընթացքում կոֆե դնում են ու նայում են ինձ ու իրենց կոֆեն էլ վայելում։ Ես էլ գիտեմ, որ մենակ չեմ, ճիշտ է, չեմ սիրում մենակ կոֆե խմել, բայց ստացվում է, ինչ անեմ, ու չեմ էլ սիրում, որ գնամ ինչ-որ միտեղ հատուկ կոֆե խմելու նպատակով։ Հետաքրքիր է, չէ՞, կոֆե խմելու այդ, որ մի քանի կանայք հավաքվում են, կոֆե-մոֆե են խմում, ասում են, բամբասանքի թեմա է, բամբասելու առիթ կա, բայց բամբասել նշանակում է ինչ-որ մի բան ասել, կամ ինչ-որ մեկից խոսել, ինչ-որ մեկի մասին խոսել, կամ ինչ-որ մի բանից խոսել, պարտադիր չի վատ բան խոսես, թեկուզ երկու կին, երեք հավաքված լինեն, խոսեն նորից լավ առիթով, լավ թեմայով, այդ տվյալ մարդու մասին լավը խոսեն, էլի բամբասել է նշանակում։ Այնպես որ բամբասեք լավ բաների մասին, խոսեք լավ բաների մասին։ Յուրաքանչյուր մարդ էլ ունի լավ եւ վատ կողմեր, բացական եւ դրական կողմեր։ Ես բազմիցս ասել եմ, որ իդեալական տենց անթերի մարդ չկա։ Մեկ իմ հետևորդուհիները իրենց սերը արտահայտելով իմ հանդեպ գրում են Նազ դու անթերի ես։ Ես էլ պատասխանում եմ ոչ, անթերի միայն Աստված է։ Ես էլ շատ թերություններ ունեմ։ Ինչու՞ չէ վատ բնավորության գծեր էլ կարող է ունենամ։ Կան, բոլոր մարդիկ էլ ունեն, չկա այնպիսի մեկը, որ ասի ես չունեմ կամ ես անթերի եմ, չգիտեմ, անթերի միայն Աստված է եւ Աստծո հետ ոչ ոք չի կարող համեմատվել,
Դա մարդը բոլորի համար չի կարող լավը լինել։ Մեկի համար վատ կլինի, մեկի համար լավ կլինի։ Բայց դե ձգտում եմ ես միշտ լավ վերաբերվեմ բոլորին, լավ գործեր անեմ, բարի գործեր անեմ։ Վատն էլ եմ միշտ հիշում անեղծ նրա չար գործին, որդիդ լինի թե հերն ու մեր, թե մուրազով սիրած կին, որ խոսում է դարեդար, երնեք նրան, որ իր գործով կապրի անվերջ անդադար, վայել մեջ բերում թմքաբերդի առումից։ Այնքան շատ եմ սիրում մեր գրականությունը, մեկ-մեկ, որ ընկնում եմ հավեսի, սկսում եմ ասմունքել, վերից վար, հիշում եմ ամեն ինչ դպրոցական, դե ինչ վայելեցի, կոֆես խմեցի, ես լավ օր եմ ասում, չնայեք, որ դրսում անպածա, դուք էլ ամպեք, զմպեք, նստեք, տրամադրությունները բարձր պահեք, բոլոր եղանակներն էլ հաճելի են, թեկուզ անձրևը, կարկուտը, կայծակի որոտը, ամպի գոռոցը, ձյունը, օրինակ ես խենթանում եմ անպած ու անձրևոտ եղանակի համար։ Դե լավ սիրելի հետևորդներ, գնամ պատրաստվեմ ձեզ էլ լավ օր, թե տանը, թե աշխատանքում, կգամ տուն, կտեսնենք, երեխաներս տանն են, կհավաքվենք հետաքրքիր մի ինչ-որ մի բան կցուցադրենք ձեզ։ Վերջապես հերթը հասավ կերակուր պատրաստելուն, արդեն երեկո է, ինչու եմ այս ժամին պատրաստում, որովհետև աշխատանքից եկա արդեն մերին մի հատ հավեսին լավ փլավ էր սարքե, հավի կրծքամսով, գազարով, այդ կերանք եւ սա էլ թողեցի այս ժամին, համ էլ սարքեմ, մի կտոր էլ կդնեմ մերիի հետ, որ իր ընդմիջման համար տանի։ Միսը դե երեկ էիմ համեմել, համեմունքներով, լավ միսա հավեսին ու կարտոֆիլն էլ նոր աղդրեցի, էլի կարմիր պղպեղ, ծիտրոն, ուզում եմ ասել մարզա, դե գիտեք մարզան մեր լեզվով, մեր բարբառով է, այդպես եմ ես լսել, չգիտեմ։ Աշոտը կոֆե ա ուզում Լիլիթ։ Չէ, ես գործ եմ անում, համ էլ հեսա հաց կուտենք, նոր կոֆե կխմենք։ Չէ, ասա հաց ա մաման սարքում, սարքի նոր կոֆե մոֆե կխմեք։ Կոֆեն խմեն, ախորժակները փակվի։ Կոֆե խմի, ախորժակը փակվի։ Ջեռոցն էլ արդեն միացրել եմ, հավեսին լավ կտորները։ Այսքան է հաստատել չեն էլ ուտելու, որ մնաց կարելի է շաուրմա անել, ինչա։ Միսը նույն շաուրման էլ էլի խոզի միսը տենց տժտժացնում ենք մեկա։ Մնաց շաուրմա կանեմ, կուտեն, հոգ չէ, խնդիր չէ, ինչքան էլ ասում եմ քիչ պատրաստեմ, չի լինում, մեկ-մեկ ենքան հետակ բան եմ անում, ասում եմ երնեք են ընտանիքների երեխաներին, որ ամեն մի սարքածը արագը տենց ուտում են, արագ, հավեսով, իմ երեխաները արդեն գիտեք, չուտող են, չուտող, սենց անենք, որ լավ լինի, կարտոֆիլներն է լավ էլ անում։ Ոյ, մի հատ լավ հավեսին, Всё, թո ջեռոցը տաքանա, որ մի անգամից դնեմ, միսը լավ էպվի։ Լիլիթ, սա սառնա, բռնիչ պետք չի, դնեմ արդեն ժամանակն է, լավ էլ տաքացել է։
Եվ ես էլ անցնեմ այդ սեղան դնելուն, ինչ եմ սարքում, ինչ եմ անում, մի հատ տարածքս մաքրեմ, և անցնեմ սառնարան, մտնենք սառնարան, վայ մամա ջան, ինքան բաներ կան այստեղ հանելու, սա պղպեղներն են, գինիների, սոկերի, օղիների տեսականի և ինչու չէ նաև թթուների, ահա, դեսի պորտադիր աշի համար, ես է թթուները համել հանեմ, որ մերիս համար դնեմ, մերի ամանները ուր են, ես են, չգիտեմ սրա մեջ ուտելիք, սրա մեջ թթու, սալատ, մի բան, մի խոսքով։ Հա, Լիլիթ, ինչ ա եղել, Լիլիթ։ Ասում ես տեղ մի բան ա վառվում, ջերոս։ Լիլիթը իր սիրած շորն ա, չէ հագել։ Կոշտիկներն է։ Հա։ Ուն է հագնում։ Հետո ձմռը կգա կաղթում։ Չնայած այս փոքր ա թթուն, բայց դե հազիվ էլ ուտեն։ Պիտի մեծ աման բերեի, եկա չեն ուտելու։ Գեղեցիկ կտրատը, որ հեշտ լինի գործի տեղում ուտելը ավելի լավն է։ Մեր վայքում ընդունված է, սենց թթում, սոխի։ Ասա։ Մի հատ են մրգերը տորթը տեղափոխի ես կողմի վրա։ Ես սրբեմ։ Ամանչամանները, բեր ես կողմի վրա, լավ դրեցիր տե, լավ։ Լավ այ կարան ես մի ադիր սեղանը մեր ես թթուն, ես էլ քո համար եմ դրե։ Թթույա, կտանեք էլի բաներ։ Դիր, ծիծակել դնեմ, տանես։ Կտրեց, աշոտը կտրեց, լավ էլ կտրել եմ։ Սեղան պատրաստենք, հաց ուտենք, բիբարե խորով եմ, թե կցեմ մսի վրա, լավ կկցեմ վերջում մի 10 րոպե անջատելուց առաջ կկցեմ մսի վրա, սրանք չեմ դնում տեղը, մեկ է տեսար որ չկերան, կլցնեմ բանկաները, չգիտեմ ես, ծիծակից մերին կտանի, թե չէ մի քիչ սխտոր կա, չնայած թթվի մեջ էլ էլի սխտոր կա, կարող կծույա չուտեն։ Սել այսպես, այլ տարանք, մի հատ հանում եմ, շուրում ուղ տալի, տեսեք ինչ լավա եղել, բայց հելը կիսայրվել է, թող լավ կարմրի, նորից դնեմ ջեռոց։ Բռնի, չեմ ասում է բռնի, այստեղ պետք է աշոտի ուժը, չունենք դնելու։ Սարքած բաներին կպչնում։ Մերին լավ համով է փլավ, հավի կրծքամսով փլավ, կերեք թե չէ
Մերին կնեղանա։ Տարեք շարեք, Աշոտ ջան դու էլ սառնարանից գինի, սոկ, մաճար, պաճար, Հանի դիր, ես ես միսը մի հատ նայեմ։ Ո՞րն է մաճարը։ Թողել է։ Էտա։ Էդի մաճարը տար, մաճար, այս մասուրի սոկա, որ մերին գժվում է։ Ես կխմեմ։ Բայց թե ինչա Լիլիթին ուղարկե կոլայի, ես չեմ հասկանում։ Էդի տենց։ Սիրում են էլի իրանք քիմիականը, սիրում են էլի, սիրում են։ Այդ վարակույրը մի հատ քաշի։ Վարակույրը տենց քաշի։ Հա, դե վայքի այդ լիմոնադները մի քիչ էլի համեմատած։ Չէ, հələ չի է։ Նայ, միսիկ չբերածս թանապուր է փածել։ Հիմա ձերնա չէ, բայց միսը բերել եք, դեռ չի եփել։ Ոյ, լավաշ էլ ունենք։ Ես այսօր Եղեգնաձորից լավաշ եմ գնել։ Դուր։ Չէ, Աշոտ, դիր լավաշը, շատ լավ է։ Կտրատած հավեսին չբացեմ պատուհանը, քամին չորացնի, հենց փակենք նոր կհանեմ։ Շատ լավ լավաշ է։ Եղեգնաձորի լավաշը, էլ ինչ է պակասում մեր սեղանին։ Հա, տար։ Թանա, Լիլիթը խմի, զվարթանա։ Խմում եք։ Մամ, ըլի նորից կտամ Լավ, Լիլի։ Էդ ինչ խորովածո։ Համով, ասա ուտեք, լավն է, չէ։ Համեղ է, բայց Տեսքը լավն է։ տեսքը լավն է, բայց համը չգիտեմ։ Համն էլ գերազանց։ Ինչ գիտես։ Ես եմ սարքում չգիտեմ, Լիլի։ Հանեմ տեսնեմ եղելա, թե ոչ։ Մի րոպե տուր այդ բռնիչը։ Չէ, թող տեսնեմ։ Հանեմ մի լույս աշկով տեսնենք, ինչ հավեսին եղելա։ Էփելա, չէ։ Երկու պղտեղ էլ քսել եմ, կանի մի հատ դանակով սպասի։ Թող կտրեմ, հլա։ Թող, որը, բիբարը, մի քիչ ուշ դրեցի, բայց ոչինչ, կգցեմ մեջը։ Կայն պահում տկի։ Չէ, լավ էլ էփելա, չէ։ Չանջատեցի, ինչ եղավ, գնա զորքին զենտուր թողա։ Զորքին կանչի։ Այստեղ դնեմ ու սիրուն լցնենք։ Զորքին ձենտուր թող գան, ես թվում է շատ էլ լավ ա եղել։ Հավեսի։ Շատ էլ լավ։ Անջատում եք բոլոր կապերը ու գալիս եք հաց ուտելու։ Ոչ մի խոսակցություն։ Փոքր ժամանակ ինձ մամաս ասել է, որ հաց ուտելուց չեն խոսում։ Ուրեմն դուք էլ անջատեք ձեր հեռախոսները, լսեք ձեր մամային եւ եկեք։ Աշոտ, մեզի տատին փոքր ժամանակ, որ փոքր են, գիտես ինչ էր ասում տատին։ Ասում էր հաց ուտելուց չեն խոսում։ Հիմա հեռախոսներն անջատեք, մի խոսացեք, եկեք մեր հացը որ ուտենք։ Հավեսին խորոված արեցի տեն մեկ, չէ։ Վայ։ Մեկա, մենակ ես պղպեղը մի քիչ ուշ ֆայմեցի, կցեցի։ Բերի, տատին անջատի էդի, անջատի ձեն, գիտես ինչ էր ասում տատին փոքր ժամանակ, ասում էր հաց ուտելուց չեն խոսում, նենց որ հեռախոսները անջատում եք անհասանելի և ուտում ենք մեր հասանելի կերակուրը։ Ահա։ Մերի խորովածը
Շատ համով բան է, բայց Սա յոթ։ Որոված է, շատ համով բան է, չէ։ հա, բայց որ այս պատուհանը փակես, вообще չեմ։ Փակեք, ես բացել էի, որ այդ բան հոտը գնար, փակեք։ Ահա, սիրել հետևորդներ, մենք մեր հացը ուտենք, հետո էլ խոստանում ենք մի հատ կոֆեի գեղեցիկ սեղան ձեզ կազմակերպենք կամ թեյի սեղան, բայց մենք մեր հացը ուտենք։ Մի հատ տեսեք էփլա, բարի ախորժակ մեզ, եթե դուք եք հաց ուտում, ձեզ էլ բարի ախորժակ։ Մոյալը